Բարի ողջություն եմ ցանկանում ժողովուրդ ջան ձեզի բոլոր հայերին։ Ճիշտ ասած երկար ժամանակ է գտնվում եմ տվյալ վայրում, հեսա բոլորդ եք հասկանաք որտեղ եմ, ցույց կտամ։ Ինքս իմ մտորումներով, մտքերով սենց մտածում եմ միացնեմ, ասեմ, թե չասեմ։ Մեկը ոնց կհասկանա, մեկը մի ձև կհասկանա, մի քանիս ուրիշ ձև կհասկանան։ Մի քանի անբարականները կգտնվեն, որ կասեն, հեսա ինչա շոու ես անում, ինչ ես անում, բայց ամենայն ազնվությամբ ու անկեղծությամբ կյանքում ոչ շոու արել եմ, ոչ ես։ Էսի են տեղն է, որտեղ, որ ես ոնց ասում եմ, մի անգամից շփխի Ժողովուրդ ջան, ինձ զանգ եկավ, ընդհատվեց, որ շարունակեմ, հիմա չգիտեմ այնտեղ որտեղ ընդհատվեց, բայց կարևոր չի, խնդրում եմ մի զանգ եք։ Տարբեր կենդանիներ էլ կգտնվեին, ասեն շոու ես անում, եկել ես, բայց չէ, հավատացնում եմ, անկեղծությամբ եմ ասում, շոու չկա։ Կա իրոք սրտի խոսք, որ ասում է լցվել է, շատ է լցվել, ու էսի են տեղն է, որ ես մի անգամից լյուբոյ մարդ էլ շփվում է իրականության հետ։ Ուղղակի էթող գալացողն է կամաց քչանում ստեի։ Ուրա ոնց է որստեմ, էսա։ Բլուրում եմ ժողովուրդ ջան, եռաբլուրում, էսի են տեղն է, որտեղ ես շփվում եմ իրականության հետ։ Այս է մեր իրականությունը, որը չգիտես խի, մարդիկ սկսում են արդեն մոռանալ, մոռացության տալ։ Փորձում են ամեն ինչ անել, որ այս տղեկի արածը մոռանան։ Ժողովուրդ չի կարելի, պրոստը անթույլատրելի է, էլի ուզում եմ իսկապես հասկանաք, վերջապես հասկանաք, որ այս տղեկը տվել են իրանց ամենաթանկը, իրանց կյանքը։ Ու այսօր իրանց մոռացության տալ է, դա հենց առաջի, կասեմ, դավաճանությունն է, որ կարա մարդ անի իրանց հանդեպ։ Անթույլատրելի է դա, չի կարելի դա։ Իրանց արածը պետք է չուրացվի, էլի չի կարելի։ Այս մարդիկ տվել են իրանց ամենաթանկ, իրանց կյանքը, բայց այսօր իրանց տվածի հիմար պատասխան ուզող շատ քիչ հատիկով մարդիկ են մնացել։ Գոնե չէ, պատասխանը պետք է ուզվի, առավել ևս այն դեպքում, երբ որ մարդիկ այնքան են լկտիացել, որ կարող են ելնեն, բարև տղեկ ջան, բարև ցավոտ։ Մարդիկ կարող են արդեն ելնեն հերթական անգամ, ասեմ, որ այո, մենք գիտակցաբար տահել ենք զոհության, հանուն, որ այսպես ասած, հլը խաղաղության։ Բայց ով էր ասել, որ պետք է այս տղեկը չլինեին։ Այդ ով էր որոշել, որ պետք է զոհաբերելով այս տղեկին, հետալ ինչ-որ մի բանի, ով էր իրանց տեղը որոշը, ով էր որոշել, որ այս տղեկը պետք է չապրեն։ Ու այս տղեկի նման հազարավոր տղեկ, ով էր դա որոշել։ Ու այսօրվա դրությամբ ցավներ ընտանեմ։ Ես կարծում եմ, որ չէ, որ որոշի բանը չկարողանա անի, բայց պատասխան կարող ուզի։ Այս տղեկի համար պետք է պատասխանն ուզվի։ Այս ամեն ինչը, ինչ-որ ստեղ կատարվում է, այսի Արցախի կանչ ուշակոթողն է, այնտեղից ենկոմ արդեն հին տղեկինն է։ Այս է իրականությունը։ Այն ով ինչ ասում է, ես իմ ինչեր են խոսում, Հավայի տուֆտա բաներ են խոստանում, չգիտեմ ինչեր են ասում։ Էդի սաղ իմ համար
կոպիտ ասած հավայի մոմենտ է, իրականությունը էս է։ Անգնել տարբեր ես իմ սենց իլյուզիաների հետևից, չգիտեմ ինչ էր սպասել։ Այս տղեկի հիմար պետք է պատասխան ուզող լինի, այս Արցախը, որ կորելա չկա, պետք է պատասխան ուզող լինի։ Ոչ թե գնալ ինչ-որ հեռացի, գոյացի, դուարի են մեկը գնա, չէ, արեք մի հատ առաջի հերթին սաղովի իրար հետ, բոլորով, այս տղեկի հիմար էթանք պատասխան ուզենք, այ որ օրը մենք պատասխանը դրա կստանանք, մենք գոնե ինչ-որ չափով մի քիչ մեզի այս տղեկի առաջ մի փոքր ոնց որ կարանք ոնց որ չգիտեմ էլի ներված չէ, մենք բալուվում ներում չենք ունենալու, այս որ ամեն ինչը կա մենք ներում չունենք, բայց գոնե ոնց որ մխիթարանքի պես սենց հա երևի ճիշտ եմ ասում, չգիտեմ, գոնե միտեղ կմխիթարան կլինի, որ մենք գոնե այս տղեկի հիմար ստացանք, իրանց տվածի հիմար ստացանք, բայց չետալ ու չպահանջել, պետք է ոնց որ դուսակալի հենց առաջինը մենք դավաճանենք, արեք մենք գոնե մեր տղեկի արածը չդավաճանենք, մեր տղեկի տվածը գոնե մենք պահենք, մեր ձեռով, ուրիշ ինչը վստահենք, ամեն մեկս մերինին պահենք մեր ձեռով, ձեզանից ոչ մեկից ոչ մի բան ավել բան չեմ ուզում, բայց ես ամեն ինչը մոռանալ, չէ, մի քիչ հաճախ արեք ժողովուրդը, ազնվությամբ էսի ընտեղնա, որ մարդկարում է, իրոք ինքը շփվի իրականության հետ, այսօրվա այս խառը, այս վիճակը, որ սա իրը ժժնել են իրար, որ ասում շունը տիրոջը չի ճանաչում, այսի է իրականությունը, արեք ստե ու կհասկանաք իրականությունը որն է։ Չգիտեմ ինչքանով իմ խոսքս հասանելի կլինի, բայց մենք քանի ամիսա շարունակ փորձում ենք այդ քննիչ հանձնաժողովի նյութերի հրապարակայնացման համար կռիվ ենք տալի, ոնց որ կամաց ուզում է շարժվի արդեն ընթացքը ու նախնական պայմանավորությամբ ապրիլի 23-ին ազգային ժողովում պետք է կայանան լսումներ 44 օրյա պատերազմի զեկույցի հրապարակայնման հենց առաջնային հարցը դա է լինելու գլխավոր օրվա ոնց որ ասած թեման։ Ուրեմն կարծում եմ, որ այսինչ ամեն ինչ այս իրականությունը որ տենում է, իրականում տենում է, պետք է այդ օրը ազգային ժողովում հենց գա պահանջի, որ այդ ամեն ինչը բացահայտվի, որ այդ ամեն ինչը ով արել է այս արավիկը բերել է այս ազգի գլխին, պետք է պատասխան տա։ Արեք պատասխան պահանջելու, ուրիշ բան չեմ խնդրում։ Ձեր տղեկի համար արեք պատասխան ուզելու։ Մի չեմ անում, ինչ քաղաքական հայացք ունեք, ում եք սատարում, ում չեք սատարում, աստված ձեր հետ, ում ուզում եք սատարեք, բայց այս ով արել է, պետք է պատասխան տա։ Արեք այդ պատասխան ուզելու։ Ոնց կուզեք հասկացեք խոսքս։ Բայց ով էլ որ չի գալի պատասխան ուզելու, ինքը արդեն առաջինը դավաճանում է իրանին։ Ովքեր որ ցանկություն կա հայտնեն այդ միջոցառմանը մասնակցելու կարան անձնականով ինձ գրեն, որ մենք պետքա երկուշաբթի օրը ամենակիչը 334 հոգու ցուցակ ներկայացնենք, որ գլխավոր դահլիճը տրամադրենք լսումների համար։ Լսումները կազմակերպելու է, լսումները նախագահելու է Թագուհի Թովմասյանը, քանի որ իրան ենք դիմել, որ այս լսումները մեզ համար կարևոր է լսումներն ու այդ լսումներում հրավիրված բոլոր են անձանց, ում որ հրավեր կուղարկվի Թագուհի Թովմասյանի կողմից, ես խորհուրդ եմ տալի ուղղակի ձեզ անպայման ներկա լինել այդ օրվա լսումներին, որ վերջապես այս ազգը հասկանան,
որ այս ամեն ինչի, ինչ որ այսօր ստե կատարվում է իրականության մեջ, ում գործն էր, ում ձեռի գործն էր, ով էլ մեղավոր է, կլինի նա հնից, կլինի նա նորից, կլինի, չգիտեմ, հիմիկվանից, կլինի, չգիտեմ, ապագայից, ով ուզում է լինի, եթե այս իրականության հետ, որը որ այս է մեր իրականությունը, ժողովուրդ ջան, ով այս ամեն ինչի հետ կապ ունի, ով կապ ունի, որ այս երկիրը, ում համար, որ մեր տղեկ իրանց կյանքը տվեցին, այսօր մերը չի, ով է սրա մեղավորը, այդ մեղավորները պետք է կրեն իրանց արժանի պատիժը, ես կարծում եմ այլ ընտրանք չկա, այս է միակ ճիշտ ձևը, ու ստացողներն էլ, պահանջողներն էլ դուք եք հարգելի ծնողներ, առավել ևս զոհվածի ծնողներ, ձեր երեխեքը, ձեր աղբերները իրենց կյանքն են տվել, իրենց թանկն են տվել, այսօր ովքեր որ կաք, որ ապրում եք, այսօր որ ես էլ որ կամ որ ապրում եմ, ես իմ աղբոր տվածի հաշվին եմ ապրում, ու ես իմ աղբոր տվածի հիմար ստանալու եմ, մնացածը դու գիտեք, ոնց գիտեք, բարև ձեզ, շնորհակալություն, ժողովուրդ ջան, ավարտեմ եթերը, արդեն մարդիկ էլ ստեղը գալիս են, ես շատ բոլորի առաջ խոնարհվում եմ, ով գալիս է այստեղ Եռաբլուր զինվորական պանթեոն, ազնվությամբ ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում, որ գոնե մարդիկ հիշում են այս տղեկի արածը ու գալիս են այս տղեկի մի հատ շրջում են, պտտվում են, խոնարհվում են, ծաղիկը դնում են, ծխում են, գնում են։ Ես խոնարհվում եմ իրանց բոլորի առաջ, շատերիցս շատ շնորհակալ եմ։ Իքը մարդիկ կան, որ ստեղ չունեն ազգական, բայց գալիս են իրանց, եսի պետք է լինի բոլորի համար օրենք, այս է իրականություն, արեք շփվեք իրականության հետ, ու սկսեք արդեն ճիշտ ձևով դատել, ուրիշ բան պետք չի, ճիշտ դատեք, ճիշտ հասկացեք, ու ամեն ինչը ճիշտ պայեք, այս երկրի ամենամեծ դիֆիցիտը ճշմարտությունն է, որ չկա, արեք փորձենք ամեն մեկս մեր փայ ճշմարիտ լինենք, գոնե մենք մեր հետ, ու ազնվությամբ եմ ասում, սա լավ կլինի, հավատացնում եմ լավ կլինի, բայց ամեն մեկս մեր հետ լինենք ճշմարիտ, ազնիվ, այդ մենք են ճշմարտության կռիվներ տալիս են, որ պետք է այս երկրում լինի ճշմարտություն ու արդարություն, որ մեղավորը պատժվի, հանցագործը պատժվի, ով էլ որ լավ այլ է, ներողություն եմ խնդրում, ես ավարտեմ խոսում, իսկ ով էլ որ մեղավոր չի, կարգ ու պատիվ իրան, թող ապացուցեն ով է անմեղը, ով է ճիշտը, թող կան հանրային սաղի հաշկի առաջ, սաղ ժողովրդի առաջ ասեն, ով էր մեղավոր, ով անմեղ, ով որ մեղավորելով պետք է իր պատիժը ստանա անկախ, նորից եմ կրկնում իր դիրքից զբաղեցրած պաշտոնից, ով էլ անմեղը, մաքուրա, ես իր ցավը տանեմ, մաքուր մարդիկ այս երկրին շատ են, պետք է այսի մաքուր մարդու դիֆիցիտ կա այս երկրում, պետք է մենք այնց անենք, որ մաքուր մարդիկ շատանան, բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում, լավ մնացեք, թող գալի ու գաբու, լուսաբացը բարի լինի բոլորիդ համար, պրոստը հետներդ գլուխներդ հավկեք ու սաղ լավ կլինի, ես դրան հավատում եմ։